Ողջունում ենք քեզանից Տեր իմ Աստված, ողջ ծափարությունները քեզ է պատկանում։ Հալելույա։ Ողջ փառքը Տիրոջը։ Հալելույա։ Տիրոջ խոսքի մեջ գրված է, փառաբանեք Տիրոջը ծափերով, երգով, պարով եւ դրա համար մենք դա անում ենք։ Հալելույա։ Թող ողջ մեր անձը փառավորի Տիրոջը։ Փառք Հիսուսին, հալելույա։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Եթե դեռ չես ասել կողքինից ողջ ունես, ողջ ունի կողքինից, ասա ուրախ եմ քեզ այստեղ տեսնելով եւ նստեք Տիրոջ ներկայության մեջ, հալելույա։ Շնորհակալություն ձեզ շատ։ Երեք մենք ունենք հրաշալի ծառայություն այստեղ, այսօր շարունակում ենք։ Երեք մի խումբ մարդ օրհնված էր եւ այսօր ես հավատում եմ դուք էլ օրհնված կլինեք շատ եւ գիտեք ինչ ես գիտեմ այսօր որ մենք այստեղից չեն գնա նույնը մի բան կփոխվի մեր ներսում եւ չկա ավելի հրաշալի մի բան ավելի զորավոր մի բան երբ որ մի բան մեր ներսում փոխվում են եւ այսօրվա ծառայությունը միշտ մեր թեման կասեմ ես ասեմ այսպես որ ես գրել եմ երկու տող լավ ոտքերը վաղ թե ուշ կսկսեն սայթակել Գիտեք չնայած ինչ ոտքեր էլ որ լինի սպորտսմենի ոտքեր լինի, ամուր ոտքեր լինի, ուժեղ ոտքեր լինի, ուշ թե շուտ կսայթակեն այդ ոտքերը։ Հպարտը իրան կկորանա։ Իրականում կկորանա, որովհետև հպարտությունը երկար չի մնում, այս կյանքը որովհետև շատ կարճ է։ Մազերը կսպիտակեն կամ կթափվեն։ Գեղեցիկ դեմքը կլցվի կնճիռներով։ Եվ միայն Գիտեք ինչը չի ծերանա, բարի սիրտը, երբեք բարի սիրտը չի ծերանա, նա միշտ կլուսավորի մարդուն։ Ես հավատացած եմ, որ ամեն մարդ պետք է ունենա բարի սիրտ և բարությունով լցված լինի։ Գիտեք չար մարդու և բարի մարդու տարբերությունը շատ քիչ է։ Մի բան փոխես, չարը բարի կդառնա։ Չնայած ես մի բան ասեմ, որ ասել եմ ուրիշ ծառայությունների ժամանակ, աշխարհում ամենաքիչը ես գիտեք ում եմ տեսել չար մարդու։ Գիտեք որ ասում են աշխարհը չարացել է, մարդիկ չար են։ Ես չգիտեմ, ես քիչ եմ տեսել չար մարդ։ Երևակայի որ դու ուշադիր լսես, պարզապես քննես, քանի չար մարդ ես դու տեսել, որ չարը ոչ թե քո հանդեպ, այլ ուրիշների, միգուցե չարը քո հանդեպ, բայց ոչ ուրիշների հանդեպ։ Այսինքն որ Գիտես ինչ, որ տեսնես մի մարդ, որը տականք է, շատ հազվադեպ է դա։ Եվ նույնպես քիչ են բարի մարդիկ, գիտեք մեծ մասամբ մարդիկ ոնց են, նրանք միջանկյալ մեջտեղը կանգնած են, լավ լցնես, լավ բանով լցնես նրանց լավը կդառնան, վատ բանով լցնես, վատը կդառնան։ Եվ այսպես ես ուզում եմ, որպեսզի մենք ազդեցություն ունենանք դեպի բարիությունը, դեպի լավը լցնելը։ Գիտեք չար մարդու բարի մարդու տարբերությունը, գիտեք ինչքանով է, շատ փոքր է։ Ուրեմն, չար մարդը ուզում է, որ իրան լավը լինի, մնացածին վատ լինի։ Լավ մարդը ուզում է, որ իրան վատը լինի, մնացածին լավ լինի։ Գիտեք օրինակի համար չար մարդ երբ որ տուն է գալիս, նա գիտեք ինչ անում, ողջ տունը իր կողքը պտտվի, որ իրան լավը լինի, մնացածին կապ չունի, թե ոնց կլինի։ Բարի մարդը գալիս է, ինքն է պտտվում, որպեսզի տանը լավ լինի, իրանը լավ լինի։ Ամեն, հալելույա։ Գիտեք չար մարդը եկեղեցի է գալի, նա գիտեք ինչ է ասում, որ եկեղեցում բոլոր իր կողքը պտտվեն, բոլորը ուզում է վատ լինի, բայց իրան լավ լինի, բայց բարի մարդ երբ որ ուզում է գալիս է եկեղեցի, գիտեք ինչ է անում, որ թող բոլորին լավ լինի, բայց ինձ վատ լինի, ինձ մի քիչ դժվար լինի, բայց բոլորին լավ լինի։ Եվ այսպիսով սիրելիներ մենք պետք է լցվենք բարիությունով, եւ այսօր մի քիչ մինչ ծառայությունը սկսել, այսինքն խոսքին անցնելը, ես ուզում ներկայացնեմ մեր գթություն ծառայությունը, որը իրականում ստեղծվել է դեռ 90-ականներին եւ մենք ունեցել ենք շատ ծրագրեր եւ դա ամեն ժամանակ հաջողվել է։ Մեր գթության ծառայողները այստեղ նստած են եւ իհարկե Գայանե Հակոբյանը, որը ղեկավարում այդ ծառայությունը, դեռ այս եկեղեցին երբ որ սկսվել է, միշտ ունեցել է գթություն ծառայություն։ Մենք ունեցել ենք շատ ծրագրեր, անտուն թափառականներին հավաքել ենք, այդ ծրագիրն է եղել, որ հավաքել եւ իրականում հրաշալի ձևի ավարտել ենք այդ ծրագիրը։ Եկեղեցու աղքատներին կերակրել, Հայաստանում, Երևանում կերակրել մարդկանց եւ լիքը այդպիսի բաներ, ծրագրեր, որ կատարել ենք եւ վերջինը որ մենք արեցինք եւ մինչեւ հիմա շարունակում է դա ծնողազուրկ երեխաներն էին
Ծնողազուրկ երեխաները, որոնք իրականում ծնող չունեն, աղքատության մեջ են, եւ մենք ուզում ենք, որպեսզի մեր երկրում երբեք չլինի անտուն թափառական երեխաներ փողոցներում եւ հավաքեցին եւ այստեղ շատ մարդիկ նստած են, որ իրանց տներում պահեցին այդ երեխաներին, խնամեցին եւ իհարկե ծնողազուրկ երեխաների գթություն ծառայությունը սուտ կլինի, որ ասես գթություն ծառայությունը միայն կերակրում է, ոչ, համոքեբանական աշխատանք անում, համ մյուս բաները եւ նրանց սովորացնում ենք մի բան, որպեսզի ոտքի կանգնեն։ Ես ուզում եմ ներկայացնեմ նրանց մի ռոլիկը, որտեղ ցույց է տալի, թե ինչպիսի տեխնիկներ, հետո ես այդ տեխնիկներին ձեզ ցույց կտամ, ինչպիսի տեխնիկներ են նրանք սարքում, եւ սա նոր իրականում արվեստ է Հայաստանում, եւ հիմա այդ երեխաները որտեղ էլ որ լինեն, մի հատ այդպիսի տեխնիկ որ սարքեն, իրականում արդեն գործի տեր կլինեն։ Նրանք հիմա տեխնիկներ են սարքում, ապագայում կկրթվեն, ուրիշ բաներ կանեն, բայց արդեն մի բան կարող են անեն, բացի դրանից որ սարքում են, նրանք Երևանի շատ, գիտեք ինչ, դահլիճներում ելույթներ են ունենում եւ դրանք ներկայացումներ են։ Եկեք նայենք մի փոքր ռոլիկ եւ հետո ես ցույց կտամ այդ տեխնիկները։ Եվ այսպիսով մի երեքը վերցրել ենք նրանք, ուրեմն սրանք հերոսներ են, հեքիաթի հերոսներ են, որոնք նրանք պատրաստում են, ձեր դուրը գալիս են այս տեխնիկները։ Գիտեք, երբ որ այդ երեխաների իմ ձեռքերի մեջ սրանք պարզապես տեխնիկներ են։ Այդ երեխաների ձեռքերի մեջ դրանք դերասաններ են իրականում։ Մարդիկ չեն տեսնում նրանց եւ նրանք իրականում ունեն սցենարներ, այնտեղ ելույթ են ունենում եւ ցույց են տալի ես իրականում, չգիտեմ այս տեխնիկը ինչ դեր է խաղում, բայց մի բան գիտեմ, մեծ աշխատանք է արված նրանց վրա։ Եվ հիմա մենք ունենք այս տեխնիկները, օրերից մի օր մենք կդիտենք այդ ներկայացումը նույնպես մենք կդիտենք եւ այսպիսով գիտեք ինչ չկա մի բան որ եկեղեցին սկսի անել եւ դա չստացվի իրականում ինչ քայլեր անում ենք դա ստացվում է դե եկեք շատ քայլեր անենք իրականում եկեք ծափարենք մեր գթության ծառայությանը որ այս գործը անում են փառք Աստծո շնորհակալություն Տեր Գիտեք եւ ես ուզում եմ խոսամ մի բան նոր բանի մասին, որ մենք ուզում ենք անենք, մեր գյուղերի զարգացումն է։ Ես չգիտեմ ոնց է պետությունը մտածում, կառավարությունը մտածում գյուղերի մասին, չնայած մտածում են, որ մտածում են, բայց այդքան էլ չեն մտածում։ Գիտեք, խոսալը ուրիշ է, մտածելը ուրիշ է։ Երբ որ գնում ես գյուղ եւ տեսնում ես երեխան իրականում իր մի արժեքը, թե ինչ է ուզում դառնա, որ հարց ես տալի ինչ ես դառնալու, ասում է խոպան չի, դա արդեն ցուցանիշ է, որ նրա արժեքը խոպանի մեջ է, ինչ որ մի բան, որ խոպան գնա, ինչ որ գումարներ աշխատի, որովհետեւ նա տեսնում է գյուղում գումար բերողը միայն դա է։ Եվ մի բան, որ հիմա Հայաստանում կատարվում է Հայաստանում, դա գիտեք որն է, որ գյուղերում դպրոցներ ուզում են փակեն եւ 5-6 գյուղին մի դպրոց թողեն։ Իհարկե այդ փորձը Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա, որ մի 5 փոքր շրջան մի դպրոց ունի, բայց գիտեք ինչ Ամերիկայում մի ուրիշ ձև է, ամեն մեկի տան մոտ կանգնում է ավտոբուսը եւ ավտոբուսը տանում է նրանց դպրոց։ Չեմ մտածում, որ մեր Հայաստանում այստեղ ավտոբուսը կկանգնի եւ ամեն երեխայի համար կտանի նրանց դպրոց, մտածում ենք ծնողները կդնեն, ծնողները կբերեն դպրոց, բայց այսօր գյուղի ժողովրդի հետ խոսալով ես գիտես կմի բան կասեմ, ոչ բոլորը, որ արժևորում են դպրոցը, ասում են թող մի հատ արեստ սովորի երեխան եւ արեստավոր դառնա։ Գիտեք, մեր ազգը շատ խելացի ազգ է, լուրջ եմ ասում,
շատ մաթեմատիկական մտածելակերպ ունեն ֆիզիկայի, եւ այսօր եթե ոչ ոք չի ուզում անի, մեր աշխատանքն է, որպեսզի մենք անենք եւ գնանք եւ մեր գյուղերը օգնենք եւ մեր գյուղերը իրականում զարգացում տանք։ Դուք ասես ո՞նց, մենք չենք կարող բոլորին օգնենք, չենք կարող ամեն ինչ ասենք, բայց գոնե սերմեր կարող ենք ցանել, մեր Zoom-ի միջոցով, գիտության ծառայության միջոցով, եւ մենք հիմա իրականում ուզում ենք լայնացնենք եկեղեցուց դուրս գանք եւ գնանք գյուղերը։ Միգուցե դրանից հետո Հայաստանից դուրս կգանք, բայց մենք ուզում ենք գյուղերը գնանք եւ օգնենք։ Մի վկայություն ես ձեզ տամ, տարիներ առաջ ես մի գյուղում էի գտնվում Լորվա շրջանում եւ խոսում եմ մի ուսուցչուհու հետ։ Այդ ուսուցչուհին ասաց ինձ, որ այս երեխաները, իմ դասարանի երեխաները 90%-ը Երևանում չի եղել երբեք։ Ասի ինչ կարող ենք անենք ձեզ համար։ Ասում եմ, եթե կարող եք Երևան տանել եւ մենք միշտ Շեքսպիրի մասին պատմում ենք, Շեքսպիրից օրինակներ ենք բերում, եթե մի հատ թատրոն ներկայացում տեսնեն Շեքսպիրից, նրանք իրականում շատ ուրախ կլինեն եւ մենք եկանք այստեղ կազմակերպեցինք այդ երեխաներին ավտոբուս նստացրեցինք, բերեցինք Երևան թատրոն, դրամատիկական թատրոնում հենց Շեքսպիրից ինչ որ չեմ հիշում ինչ էր, բայց նրանք տարանք թատրոն եւ թատրոնից հետո տարան քաղաք, ման տվեցին եւ պաղպաղակ կերան եւ իրականում շատ լավ ժամանակ ունեցան, հետո տանանք գյուղ։ Անցավ տարիներ եւ ես հարցեցի այդ դասատուին, ինչ եղավ այդ երեխաների հետ։ Նա ասում է, դուք պատկերացնում եք, ողջ դպրոցի միայն իմ դասարանը բոլորը բուհեր ընդունվեցին, բոլորը նպատակ ունեցան, գիտեք մի քայլ արեցինք եւ նպատակ այդ դասարանի փոխվեց։ Ես հավատացած եմ, որ Աստծո զորությունը մեզ վրա է, ոչ թե միայն ինքներս մեզ ուշադրություն դարձնելու համար, ժամանակ է եկել է, որպեսզի մեր սահմաններից դուրս գանք։ Եվ այսպիսով բարի սիրտը կարող է շատ բաների հասնի, կարող է շատ բաներ ասի։ Եվ գիտեք, Երևակայի հնարավոր չի այստեղ գտնել մի մարդ կամ կարող են գտնել, բայց մեծ մասամբ այստեղ են մարդիկ են, որ գյուղերում բարեկամներ ունեն, գյուղերում հարազատներ ունեն, եւ այսօր մեր ձեռքերը պետք է հասնի, որպեսզի օգնենք նրանց։ Դրա համար սիրելիներս պարզապես խնդրում եմ, երբ որ դու աղոթում ես տունը, քո աղոթքների մեջ օրհնի ես ծառայությունը, այս ծրագիրը օրհնի, որպեսզի մենք գնանք, մենք ուզում ենք, որպեսզի Zoom ծառայությունը, գթություն ծառայությունը, միսիան իրար հետ համագործակցեն, Zoom-ը գնա, այնտեղ սկսվի, գթությունը գնա, շարունակական աշխատանք անի, եւ հովները գնան, այնտեղ եկեղեցիներ սկսեն, մենք գիտենք, որ փրկությունը հասնում է ամեն մեկին եւ պետք է հասնի։ Դրա համար սիրելի եկեղեցի կխնդրեմ ձեր աղոթքների մեջ ամենակարևոր բանը աղոթքներն է, աղոթք արեք, որպեսզի այս ծառայությունը բարձրանա եւ զորանա։ Փառք Հիսուսին, հալելույա։ Ամեն։ Ամեն, փառք Տիրոջը։ Եվ այսպիսով այսօր ուզում եմ սկսեմ մի տեղ կարդամ ձեզ Հովել մարգարեի մեջ գրված է այսպես, Հովել մարգարեի գրքում հետաքրքիր տեղեր են, տողեր են, որ գրված է։ Որդը չորացել է եւ թզենին թորոմել, նռնենին արմավենին էլ եւ խնձորենին, արտի բոլոր ծառերը չորացել են, որտեվ ցամաքել է ուրախությունը մարդկանց որդիներիցը։ Տեսեք ինչ ասում Աստվածաշունչը, ասում է, չորացել են պտղաբեր ծառները։ Պատճառը գիտեք որն է, որովհետև ուրախությունը մարդկանց աչքերից հեռացել է։ Լսեք, մտածում ես ժպիտ ուրախություն։ Մտածում ես այդքան է դժվար չի, չէ՞, պատկերացեք, նայեք ինձ, ես կանգնած եմ, պարզապես ես ժպտալ, դժվար չի, չէ՞, պարզապես ինչ որ մի էմոցիա ես փոխում, ինչ որ մի միմիկա ես փոխում, բայց ստացվում է, որ դա դժվար է։ Գիտեք, մեր տնտեսությունը, շատ ենք մենք խոսում մեր տնտեսության մասին, կախված է հենց մարդկանցից։ Եթե հավատացյալ ժողովուրդը սկսի ուրախ լինել, ինչի է Աստծո խոսքը ասում, ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ ուրախ եղեք։ Գիտեք, Պողոս առաքյալն է ասում, ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ ուրախ եղեք։ Պետրոսը, գիտեք ինչ է գրում, որ անպատմելի ուրախությունով ուրախ են։ Դա գիտեք ովքեր են գրում, մեկին խաչեցին գլխից ներքև, մյուսին գլխատեցին։ Այդ երկու մարդը գրում են ուրախ եղեք։ Ինձ փոքր ժամանակ ուսուցիչները ասում են, քեզանից Պողոս Պետրոս դուրս չի գա։ Ոնց որ դուրս է գալի։ Ես միշտ մտածում եմ, ով այդ Պողոսն ու Պետրոսը։ Հիշում եմ մեկ անգամ պապիկիս ասավ, իմ պապիկս է կոմունիստ էր։ Շատ կոմունիստ։ Եվ ասեցի, պապի Պողոսն ու Պետրոսը ովքեր են։ Ասեց, երկու վատ մարդիկ են։ Ասի, բա ինչա ուսուցիչը ասում, քեզանից դուրս չի գա։ Ասում ուզում են ասեն, քեզանից վատ մարդ դուրս չի գա։ Եվ մի ձև պապիկս ես խոսած, բայց ես չգիտեմ ովքեր են Պողոս Պետրոսը, հիմա ես տեսնում եմ ովքեր է Պողոս Պետրոսը, եւ ասում եմ, մեզանից Պողոս Պետրոս հաստատ դուրս կգա, պարզապես ժպտալ է պետք։
94-95 թվականներ առաջի անգամ եղա Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ գիտեք ինչ զարմացա, որ բոլորը ինձ ժպտում են։ Գիտեք մարդիկ գնում են եւ բոլորը քեզ նայում են եւ ժպտում են։ Ասի ինչ լավ երկիր եմ ընկել, բոլորը այստեղ ժպտում են։ Անգերս ասեց դա սրտանց չի, դա դեր են խաղում, ձևն ա տենց։ Ես ասեցի, դա ձևն ա, նրանք չեմ ժպտում, դա ձևի մեջ են։ Գիտեք հիմա 50 տարեկան եմ եւ գիտեք ինչ եմ մտածում, ախ Երանի բոլորը մեր մոտ ձևիստ լինեին։ Երանի բոլորը ժպտային իրար։ Թեկուզ ձևի համար։ Դուք ասես, հա բա ինչ օգուտ ժպտամ, ինձ ա լավ։ Կողքինիդ ա լավ դա։ Եվ այսպիսով գրված է, քանի որ Աստծո ժողովուրդը դադարել է ուրախ լինելուց, եւ գիտեք ինչ, մենք մեծ պատճառներ ունենք սերինես ուրախ լինելու համար, բայց գիտեք ինչ պարզվում է, ուրախ լինելու համար մեզ ազատագրում է պետք։ Ինչ որ հոգսերից, ինչ որ տառապանքներից, ինչ որ բանից, եթե ազատությունը չկա, ուրախությունն էլ չկա։ Եվ այսպիսով այսօրվա իմ թեման ազատագրում է, դուք ասես ինչից, ես ազատագրված եմ, կտեսնենք ինչքանով ես ազատագրված։ Հավատում եմ գերբնական ազատագրմանը, որ դու այսօր կարող ես վերապրես։ Հալելույա։ Պատրաստ ես։ Երեք մենք ունենք հրաշալի ժամանակ։ Եկեք միայն մեր մասին չմտածենք, երբ որ ինձ լավ կլինի, այդ ժամանակ ուրախ կլինեմ։ Լսեք, մենք փրկված ենք, ուրեմն ուրախ ենք, փառք Հիսուսին։ Գործք Առաքելոց 12:7 գրված է Պետրոսի մասին։ Գիտեք, ես միշտ զարմանում եմ Պետրոսի մասին լսելով, գիտեք, ասում եմ, Պետրոսը քնած էր բանտի մեջ։ Գիտեք, որ Պետրոսի մասին կարդում ես, գրված որ մյուս օրը պետքա նրան սպանեին։ Կայսրը պետքա սպաներ։ Ու այդ մարդը շղթաներով պատած, բանտի մեջ դրված, պահապանները նրա մոտ մյուս օրը պետքա սպանեն, ու գիտեք ինչ էր, խորը քուներ մտե, թե ոնց կարելի է քնել։ Հենց այստեղ էլ որ ասում Աստված արդեն քուն է տալիս։ Մարդկա խաղաղության տան մեջ չի կարող քնի։ Այդ Պետրոսը այդ բանտում քնած էր։ Ու գրված է Գործք Առաքելոց 12:7-ում, եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց եւ տան մեջ լույս ծակեց, ասա լույս ծակեց։ Գիտեք, ես հավատացած եմ ամեն մեկիս կյանքում եկել է ժամանակը եւ այսօր է այդ օրը, որ լույս պետք է ծակի։ Եվ խթեց Պետրոսի կողին, նրան արթնացրեց եւ ասեց. «Վեր կաց շուտով» եւ շղթաները վայր ընկան նրա ձեռքերից։ Հալելույա։ Ասա ազատագրում։ Գիտեք, ես տեսնում եմ, երբ որ լույս ծակեց, շղթաները վայր ընկան ձեռքերից, եկավ ազատությունը նրա կյանքում։ Մեզ մոտ Մոսկվայից մի ծանոթ էր եկել, մեր եկեղեցու անդամներից, ասեց, ուզում եմ հետ գնամ, ասեցի ինչու, ասում է լսի, չեմ կարող մարդկանց հետ խոսամ, անգամ եկեղեցու մարդկանց հետ, ում հետ խոսում ես բողոքում է, տրտնջում է, սա վատ է, կյանքը վատ է, սենց տրտնջում, ասեցի, որպեսզի քեզ չտրտնջան, երկու բան է քեզ պետք, հարուստ չլնես ու Հայաստանում ապրես, այդ ժամանակ ամեն ինչ ճշմարիտ խոսան քեզ, կասեն լավ է, բայց հենց բռնացնում են մի հատ հարուստի։ Հենց բռնացնում են մի հատ դրսից եկածի, մտածում են ահա բռնցրինք մեր պատասխանը եւ ցույց տրտնջալ, լսեք տրտունջը սխալաղոտ կա, ասեմ ձեզ։ Աստծո խոսքի մեջ գրված է, ասում է ես լսեցի նրանց տրտունջը։ Խնդրում եմ, երբ որ դրսից մարդ է գալիս, այնպես ասեք, որ ամեն բան լավ է, որ այդ մարդը հավատա, որ լավ է, հալելույա, միևնույն է տրտնջալով ոչ մի բան չի փոխվելու։ Ամեն։ Եվ այսօր ես հավատացած եմ, մեր կյանքում պետքա լույս ծակի, որպեսզի մենք ազատագրվենք շատ բաներից։ Առանց լույսի, դա չի լինի ազատագրումը։ Ասես բա ոնց ուրախանամ, ոնց ազատված լինեմ, եթե ես այնքան հոգսեր ունեմ, շուտով դուք լսես դրա մասին, ինչքան հոգսերը ոնց կարելի է վերանա։ Գիտեք, հոգսը հոգս չի, եթե դու դրան հոգսի պես չնայես։ Պարզապես իրավիճակը դա որ կանցնի, բայց երբ որ դու դրա վրա մնում ես, դա դառնում է քոնը։ Եվ ում որ տեսնում ես, ասես ոնց ես, այդ մարդը ասում է ոնց ես, պարզապես, գիտեք ինչ, դժվար ասել, փառք Տիրոջը լավ եմ։ Բասես բա որ լավ չեմ։ Մեկ այդ մարդը քեզ չի օգնի։ Հալելույա։ Գիտեք ձեզ մի բան ասեմ, եթե եկել ես հասել ես այստեղ, արդեն լավ ես։ Նորից կրկնում եմ, եթե եկե հասել ես այստեղ, ուրեմն լավ ես։ Պարզապես
Մնում է որպեսզի մյուս հարցերը լուծված լինի։ Գիտեք Աստծո խոսքը ասում է, որ իմ զորությունը ձեր ուրախության մեջ է։ Երբ որ մենք ունենք ուրախ սիրտ, ուրիշ օրհնություններ է գալիս մեզ մոտ։ Եվ այսպիսով, այսօր մեր թեման ազատագրում։ Հերիքա բողոքենք։ Եսայի 58-րդ գլուխ 6-րդ խոսք։ Գիտեք, մենք միշտ բողոքում ենք կառավարությունից, նրանից։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, զարմանակ։ Չկա աշխարհում միտեղ, որ իրանց կառավարությունից չբողոքեն։ Դրա համար մտածի քո մասին, ոչ թե կառավարության մասին։ Եվ այսպիսով, Եսայի մարգարեության մեջ գրված է ծոմապահության մասին։ Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ։ Լուծիր անիրավության կապանքները, բաց արա լուծի կոշկորները եւ ջարդվածներին ազատ թող տուր եւ ամեն տեսակ լուծ կոտրեցեք։ Լուծիր անիրավության կապանքները։ Ինչ է կարծում, այստեղ ասում է, եւ ես Աստված կգամ ձեզ կազատագրեմ ամեն անիրավության կապանքներից։ Դուք զգում եք, որ այստեղ մարդուն է ասում լուծիր անիրավության կապանքները։ Այսպես մտածում ենք, ուրեմն սա ինչ-որ բան մեր ուժերի մեջ է։ Օրինակի համար, ես մի քանի օրինակներ ձեզ կբերեմ։ Հասկանում եք, դուք չեք կարող Աստծուց պահանջել այն, ինչ որ Աստված մարդուց է պահանջում։ Աստված քեզանից պահանջում է լուծիր անիրավության կապանքները, մենք ասում ենք, Աստված երբ ես գալու լուծես անիրավության կապանքները։ Օրինակի համար մի բան ասեմ, ծխախոտ։ Մեկ ասում է, ես աղոթում եմ, որպեսզի Աստված գա օգնի, որպեսզի ծխելս թարգեմ, չի օգնելու։ Նա քեզ ասում, լուծիր անիրավության կապանքները։ Գիտեք, այսօր ես ճանաչում եմ աշխարհիկ մարդիկ, որ ծխելը թարգեր են, դուք ճանաչում եք այդպիսի մարդկանց։ Առանց Աստծո օգնությամբ։ Ուրեմն դա կարող ես դու անես։ Ծխել, խմել, խմիչքի ազդեցության տակ լինել, թմրադեղեր, շնություն եւ այլն։ Որը մարմնի գործերն են։ Հիմա մենք ասենք սիրելիներս, ո մենք սպասում ենք, որպեսզի Աստված մեզ թմրադեղերից ազատի, լսի, եթե դու չուզենաս քեզ ազատես։ Խոսքը ասում է լուծիր անիրավության կապանքները եւ մենք պետք է մտածենք ոնց լուծենք։ Օրինակի համար շատ մարդիկ, ես չեմ ասում, որ վկա եմ եղել տեսել եմ պարզապես ինտերնետային ստատիստիկայով, ամենաուժեղ հետևողը, այսինքն որ ինտերնետային սայթերը մտնում են, գիտեք որն է, դա այլանդակ սայթերն են։ Սեռական սայթերը։ Մարդկության մեծ մաս այնտեղ է գտնվում։ Ինչ է կարծում Աստված գալու է ձեռքդ բռնի ասի, հերիքա, տենց բանել մի արա, մի մտի այդ սայթերը, թե քեզ ասում լուծի անիրավության կապանքները, օ Տեր Աստված, ես նստած այստեղ այդ սայթերի մեջ եմ եւ սպասում եմ, որպեսզի Աստված գա ազատի։ Լսի, գիտեք ինչ Աստված քեզ ասում, լուծի անիրավության կապանքները, բակաս Աստված ինչի՞ց է ազատում, շուտով կլսեք ինչի՞ց է ազատում։ Բայց սա քեզ է վերաբերվում։ Մի եղբայր կար եկավ ինձ մոտ եւ ասեց. Ես ոնց որ իսկական Պողոսը լինեմ։ Ինքն այդպես կիսա աշխարհիկ, ասի, վաու, իսկական Պողոսը։ Ինձ որ ասում եմ Պողոս Արաքյալ, ես մտածում եմ sense, գիտեք ինչ, ազգեր փոխող կամ բան, ասում եմ Պողոսի որ մոմենտը։ Ասում եմ որ Հռոմեացիս մեջ գրած է, այն ինչ որ չեմ ուզում անեմ, այն եմ անում։ Ասես ինչ նկատի ունես։ Ասում եմ դեպի սայթերը մտնում եւ այնտեղ, գիտեք ինչ, ես չեմ մտածում, Պողոս Արաքյալը, երբ որ այդ բանը խոսում էր, գիտեք ինչի մասն էր խոսում, որ գնացել կանանց բաղնիքը, ինչ որ քանդել է եւ այդտեղից նայում է կանանց։ Պողոսը դրա մասին չէր խոսում։ Սիրելիս, գրված է լուծիր անիրավության կապանքները։ Այսօր, եթե դու
շնության մեջ ես եւ խոսքը ասում է եթե մեկին նայեցիր ցանկանալով դու արդեն շնացար, եթե դու իրականում այդ բաների մեջ ես, ծխախոտից չես կարողանում ազատվես, մյուս բաները, գիտեք ի՞նչն է խնդիրը, որ չես ուզում։ Մի անձնավորություն ինձ ասում էր ծխելու մասին, գիտեք ինչ, որ ես 40 տարվա ծխող եմ, ես հնարավոր չի, չեմ կարող ազատվեմ, ես թարգել հնարավոր չի։ Հենց երիկամի մեջ խնդիր եղավ, բժիշկ ասեց, որ ծխես կմահանաս, միանգամից թարգեց։ Պարզապես չենք ուզում։ Եվ Աստծո խոսքը ասում է լուծիր անիրավության կապանքները։ Այսօր կան մարմնի գործեր, որ ոչ թե Աստված պետք է գա քեզ ազատի, Աստված նայում է, երբ ես դու դրանից ազատվելու։ Սերի եկեղեցի ես կասեմ, անիրավության կապանքները գիտեք ոնց է ազատվում, հերիքը 2 օր դրա մեջ չլինես, 3-րդ օրը ել չես ցանկանալու, պարզապես լուծիր անիրավության կապանքները։ Եվ բոլորս ասացինք, բայց կա կապանքներ, որ դու չես կարող լուծես։ Ես հիմա դրա մասին կարդամ։ Սաղմոս 107:13 Եվ դեպի Տերը աղաղակեցին իրանց նեղությունումը, և նրանց փրկեց իրանց վշտերիցը, նրանց հանեց խավարից և մահվան շուքիցը, և նրանց կապանքները կոտրտեց։ Օրինակի համար, այստեղ կախված Աստծուց, երբ ասում են նրանք բացականչեցին Տիրոջը, գոռացին և Աստված եկավ իրանց կապանքներից ազատեց, կա կապանքներ, որ դու ես ազատվում, կա կապանքներ ու Աստված։ Գիտեք սերս, եթե դու սքի մեջ ես, դու չես կարող ինքդ քեզ ազատես, Տերը քեզ պետք է օգնի։ Եթե աղքատության մեջ ես, Տերը քեզ պետք է օգնի, որպեսզի դրանից հանի։ Եթե վշտերի մեջ ես, դու չես կարող ինքդ քեզ ազատես, ասես, հայլու մեջ նայես, ասես, ես ուրախ եմ, դու կարիք ունես, որպեսզի Տիրոջ զորությունը իջնի եւ քեզ վշտերից ու տառապանքներից ազատի։ Եթե դու հիվանդության մեջ ես, ինքդ քեզ չես կարող բժշկես, քեզ պետք է Տիրոջ զորությունը, որպեսզի գա եւ քեզ բժշկի։ Ամեն ժամանակ մենք Տիրոջ կարիք ունենք, սիրելիներս։ Հիշում եք, ես ձեզ պատմեմ 2 օրինակ Ավետարանից։ Մեկ անգամ Հիսուսը տեսավ մի դիվար տղայի, որը գերեզմանների մեջ էր բնակվում, եւ մարդիկ չեն ուզում նրա հետ գործ ունենային ընդհանրապես։ Գրված է շղթաներ էր պատրում եւ նա գերեզմաններում էր բնակվում։ Եվ գիտեք ինչ եղավ։ Դա քաղաքի կողքն էր։ Սովորական մարդը, եթե գնար այդ քաղաք, գիտեք ով է տեսել, որ մարդ օդանավականից գալիս է, գնում է գերեզմաններ։ Ոչ ոք։ Բայց Հիսուսը գնաց գերեզմաններ, ոչ թե այնտեղ թաղած մարդ ուներ եւ ինքը ուզում էր հիշեր, նա գիտեր ինչի այդ քաղաքը գնում։ Եթե ուշադրություն դարձնեք Ավետարանի մեջ, գիտեք ինչ կտեսնեք, Հիսուս հենց նրա համար է գնաց այնտեղ։ Եվ դիվահարին գետնին էր խփում, եւ նա եկավ եւ ասեց. «Ով ես դու?» ասեց, եւ ասեց. «Քանի հոգի եք?» ասեց. «Լեգիոն, լեգիոնը 10,000-ից շատ պետք է լինի»։ Այդքան դև կար այդ մարդու մեջ։ Եվ Հիսուսը հրամայեց, ասեց. «Դուրս եկեք, խոզերի մեջ մտեք», եւ նրանք միանգամից դուրս եկան, ու մարդ ազատագրվեց եւ ուզում էր Քրիստոսի հետևորդը դառնալ։ Այդ մարդը ազատագրվեց, բայց իրանց գյուղը ոչ։ Եկան Հիսուսին ասեցին. «Դուրս արի այստեղից»։ Փոխանակ, ծափահարեն, փոխանակասեն արի մեր տունը։ Նրանք ասեցին դուրս արի, վախեցան, որ մարդկանց ազատագրվում է։ Գիտեք ինչի վախեցան։ Միգուցե վախեցան, որ Հիսուսը իրանց էլ կազատագրի։ Սա մի դեպքը, որ Հիսուսը ազատագրեց։ Երկրորդ դեպքը, գիտեք որն է, շնացող կնոջը բերեցին Հիսուսի մոտ։ Բռնվել էր այլանդակության, շնության մեջ։ Եվ նրան պետք է սպանեին։ Հիսուս ասեց առաջինը թող քարը նետի այն մարդը, որ մեղ չի գործել, եւ բոլորը քսեցին ու գնացին, եւ կինը նայում է աչքերի մեջ ինչ անի, Հիսուս ասեց գնա այլևս մեղ մի գործի։ Ինչի Հիսուսը չազատագրեց նրան դիվարությունից։ Ինչի Քրիստոսը չասեց շնության դեպ գնա իրանից։ Գիտեք ինչու։ Որովհետեւ Աստված գիտի մարդու հնարավորությունը։ Գիտեք ինչ ասեց Հիսուսը գնա այլևս մի արա։ Եթե դու այսօր մարմնավոր մեղքերի մեջ ես, ես քեզ մի խոսք ասեմ, քո ողջ խնդիրները դրանից է գալիս։ Դու գիտեք ինչի մարդիկ չեն ժպտում, մեղավորը չի ժպտում ընդհանրապես։ Ես հասկացել եմ մի բան, մարդը, որը վատ բաների մեջ է, ինքը միշտ կռվարար է լինում։ Եթե մարդ լավ բաների մեջ է, ինքը խաղաղությանով լցված է լինում։ Սիրելի եկեղեցի, սա լուրջ բան է, որ ես խոսում եմ։
Մենք շատ անգամ նստած սպասում ենք, երբ է Աստված մեզ ազատագրելու, իսկ Աստված ասում է գնա այլևս մեղք մի գործիր։ Կան դեպքեր, որ Տիրոջ զորությունը կգա եւ քեզ կազատի, եւ ես հավատացած եմ, որ այսօր է օրը քեզ Աստված կազատի քո տառապանքներից։ Քեզ Աստված կազատի այն խնդիրներից, որ դու ունես, որ դու չես կարող ոչ մի բան անել, բայց նույնպես դու քեզ ազատ բաց կթողես։ Գրված է Պետրոսը կանգնեց, շղթաները վայր ընկան։ Եկել է ժամանակ, որ շղթաները վայր ընկնեն։ Ամենակարևոր ազատագրումը, որ մենք ստացանք, դա գիտեք, որ ազատագրումն է մահվան վախից։ Ես ում կարդամ ձեզ համար Եբրայեցիս 2-րդ գլուխը 14-րդ խոսքից 14-ի կեսից, որ շփոթման մեջ չմտնենք, որ իր մահովը խափանեց մահի իշխանություն ունեցողին, այսինքն սատանային, նորից եմ կրկնում, որ իր մահովը խափանեց մահի իշխանություն ունեցողին, այսինքն սատանային, եւ ազատե նրանց, որ մահի վախովը իրանց բոլոր կյանքի մեջ ծառայության մեջ բռնված էին։ Գիտեք ինչ ասում, Աստված առաջինը ազատեց, գիտեք ում, մեզ բոլորից, որը մահվան կյանքի մեջ բռնված էին։ Մահվան կյանքից բռնված էին։ Աստված ազատագրեց։ Ու սատանային դրեց ներքև։ Տեսեք ինչ ասում, որ իր մահովը խափանե մահի իշխանությունը ունեցողին, այսինքն սատանային, սատանան խափնված է։ Սատանայի տեղը մեր ոտքերի տակ է։ Նա ոչ մի իշխանություն չունի մեր կյանքի վրա, մահը իշխանություն չունի։ Լսեք հիմա ուշադիր ինձ նայեք, մահը իշխանություն չունի ոչ մի հավատացյալի վրա։ Դուք ասես, ինչ հավատացյալները չեն մահանում։ Ոչ։ Դուք ասես, եղբայր, ես գիտեմ հավատացյալներ, որ մահացել են, նրանք ննջում են։ Բայց չեն մահանում։ Դուք ասես, դա ինչ է։ Ես ես կբացատրեմ, հիմա ուշադիր եղեք։ Դուք գիտեք, որ հավատացյալին մահվան ոգին չի մոտենում։ Գիտեք դրա մասին։ Մահը գիտեք, որ նա, երբ որ մահվան ոգին վեկանում, տանում է դժոխք։ Դուք գիտեք հավատացյալ, ով ում հետաքրիր ոնց են մանում հավատացյալները, ոնց են ննջում հավատացյալները։ Ես ես կասեմ, թե ոնց է դա կատարվում, մի քանի օրինակ էլ կբերեմ։ Գիտեք հավատացյալներին ինչ են տեսնում, հրեշտակներ։ Ուժեղ հրեշտակներ են տեսնում, վեկանում եւ հետևից գնում են, վայ ես երկնքում եմ, իսկ դու ասում ես, մահացավ։ Այդ է հավատացյալները, ոչ մի մահվան ոգի։ Քրիստոսը խաչի վրա էր, ով է հիշում Քրիստոսին խաչի վրա։ Կարդացել ենք ավետարանի մեջ։ Գիտեք ինչ կատարվեց։ Եվ ասում է ինքը բաց թողեց իր հոգին։ Ոչ թե մահվան ոգին եկավ դա արեց, գրված է ինքը բաց թողեց իր հոգին։ Մահվան ոգին ոչ մի իշխանություն չունի մեզ վրա։ Անձամբ վկա եմ դրան։ Գիտեք, ես այս վերջերս մեր եղբայրներից, որ այստեղ է, ինքը նստած է այստեղ, իրանց տունն է, իր կինը մահացել էր, քաղցկեղից հիվանդ էր, եւ նա ինձ մի հարց տվեց, ասում է, լսի, ինքը տառապում էր, ինքը տանջվում էր, ցավերի մեջ էր, բայց առավոտյան արթնացանք, նա էլ չկա, բայց ինչի է ժպտում։ Ես գիտեմ ինչու, որովհետեւ հրեշտակները եկել են, նա վեր կացել է, եւ հրեշտակների հետևից գնացել է, չի էլ հասկացել ինչ է կատարվում։ Ես Միացյալ Նահանգներում եմ գտնվում, մենք իմ կնոջ հետ Միացյալ Նահանգներում ենք եւ մտա խանութ, այս վերջերս էր, մի տղամարդ ինձ եկավ գրկեց եւ ասեց, գիտեք, ես այնքան օրհնված եմ ձեզանով, ասեցի դու որ եկեղեցուց ես, ասես ես եկեղեցի չեմ գնում, ձեր ծառայությունները TV-ով եմ ես նայում ամեն երեկո, բայց գիտեք ով է ինձ սովորացրել, ասեցի ով, ասում է իմ աներս այնքան լավ մարդ էր, մեկ անգամ եկավ ասես դուք պետք է այս հաղորդումները նայեք, եւ մենք նայեցինք, մենք ապաշխարեցինք եւ ամեն ժամանակ ամեն իրիկուն աներս գալիս էր, փառք Աստծո աներների համար իրականում։ Մեր տուն եւ ասում էր նստեք, ժամանակը սկսվեց, պետքա դուք քարոզ լսեք։ Ասում է բայց նա հիվանդացավ, մահվան հիվանդությունով։ Եվ հիվանդանոցում էր եւ վերջի օրերն էր ապրում։ Եվ նա ինձ ասեց, լսեք, այստեղ այնքան հրեշտակներ կան, ինձ ասեց, վերցրու հեռախոսդ, նկարի այս անկյունը, պատուանի վրա, այս անկյունը նկարի, ասում է, ես նկարեցի, և երբ որ ես նկարեցի, վերջացրեցի, նա գնաց,
Մենք պարզապես բժիշկներին կանչեցինք, ժամանակ չունեի նայեի հեռախոսից մեջ ինչ ա կատարվում, բժիշկներին կանչեցինք եւ եկան բժիշկները իհարկե ժամանակը վերջացավ, ասեցին որ նա մահացել է եւ մենք նստեցինք պարզապես աթոռին եւ ես վերցրեցի հեռախոսից միացրեցի ու տեսա ու գիտեք ինչ ինքը ինձ ցույցվեց, ինքը ինձ ուղարկել այդ նկարը, պարզապես մեր էկրաններին դա ցույց չի տա հիմա, որովհետեւ մեր էկրանների որակը լավը չի, հավատում ենք, իրականում շատ ենք հավատում, որ մենք կկարողանանք նոր բան գնենք, դա մի քիչ թանկ է եւ ես ձեզ անպայման ցույց կտամ եւ գիտեք ինչ հրեշտակի թևերը իմ մոտ իմ հեռախոսի մեջ է, ես ձեզ ասում եմ, ես չեմ չափազանցնում հրեշտակների թևերն էր, դա միայն նկարը դուրս էր եկել հրեշտակների թևերը եւ այդ մարդը ասում է նկարեք, տեսեք ինչ ա կատարում, նկարում է եւ հետո գնում է։ Ես մի ընկեր ունեի, որը հրաշալի հովիվ էր ինքը եւ իր վերջի րոպեներն էր, իմ ընկերս գնաց իր մոտ, մյուս ընկերս գնաց եւ նա աղոթել էր, նա ապաշխարել էր։ Հետո գիտեք նա ինչ ասեց, նա ասել էր լսեք, այս ինչ ա կատարվում, պատերը գնացին, ասում եմ եւ ասեցի ոնց պատերը գնացին, ասում եմ պատ չկա եւ ասում եմ մոտարապես 1 ժամ ինքը նայում էր մի կետի, պարզապես մի կետի էր նայում 1 ժամ եւ այդպես նա գնաց։ Ես դες կասեմ սիրելիներս, ոչ մի հավատացյալ չի մահանում, այսինքն երկրորդ մահը, որի մասին խոսում Աստծո խոսքի մեջ, դա էլ մեզ չի պատկանում, Հիսուս Քրիստոսի մեջ ենք մենք, ոչ մի մահվան ոգի, մեր հետևից գալիս են Տիրոջ հրեշտակները։ Եվ այսպիսով սերես, եթե դու առաջին անգամ ես այստեղ, դու կարիք ունես, որպեսզի Հիսուսը քո Տերը դառնա, եւ դու ասես Հիսուս դու իմ Տերն ես, որ այդ օրվանից ոչ թե մահը քեզ պատկանա, այլ կյանքը քեզ պատկանա։ Մենք կանչված ենք կյանքի մեջ լինելու համար, փառք Հիսուսին, հալելույա։ Ամեն եկեք բարձր ծափարենք Տիրոջը։ Ուրեմն սերունդս ամենաառաջի հարցը, որ մեր կյանքում լուծվեց, դա գիտեք որ հարցն էր, մենք ամենակարևոր հարցը, մի աշխարհիկ տղա ինձ ասեց, եթե ես հավատայի ձեր պես օրերից մի օր, որ ես չեմ մահանալու հավիտյան ապրելու եմ, այլ ոչ մի խնդիր չի ունենա։ Ասի բան իշխան, ասում ամբողջ օր ուրախ ման կգա, թե սոված եմ, թե տուն չունեմ, ինձ ինչ դրանից, որտեվ հավիտյան ապրելու եմ։ Ասի արի մեր եկեղեցի եւ դու կտեսնես ինչքան մարդ կար, հավատում այլի խնդիր ունի։ Ահա թե Պողոս Արաքյալը ինչի ասում, ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ ուրախ եղեք։ Գիտեք ինչու համար, որովհետև մահը մեզ վրա իշխանություն չունի, իսկ մյուս հարցերը կլուծվեն Հիսուս Քրիստոսի անունով։ Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջ սերունդս։ Աստված ունի զորություն ազատելու, բայց մենք պետք է հիշենք եւ խնդրենք։ Ես հավատում եմ այսօր հզոր ազատագրում ալնելու այստեղ։ Գիտեք ինչ, Բագրատը վկա է 3-4 օրը, ես այստեղ ուրիշ քարոզ պետք է, ուրիշ քարոզ է պատրաստել, որ պետք է քարոզե, երեկոյան, շաբաթ օրը ես պետք է գայի քարոզելու, շաբաթ օրը հանգարցներ ինձ ասեց, ասա իմ ժողովրդին թող ազատվեն, ասա իմ ժողովրդին ազատագրական զորության մասին, որ կա, սիրելիներս, վախը քոնը չի, տարապանքը քոնը չի, տանջանքը քոնը չի, մենք ունենք ազատություն, դուք ասես բա հնարավոր ապրել առանց հնարավոր չի, գալիս է դա մեզ վրա, բայց կա ժամանակ, որ Տերը բերում է մեզ ազատագրում, եկել է կգնա, մենք պետք է լցվենք ուրախությունով, Տերը ուրախության Աստված է։ Հալելույա։ Հովնան մարգարե 4:6 գրված այսպես. Եվ Տեր Աստվածը հրամայեց մի դտմենու, որ նա վեր ելնի Հովնանի վրա, որ շուք անե նրա գլխի վրա, որ նրան ազատե իր տառապանքներից։ Եվ Հովնանը ուրախացավ դտմենու վրա մեծ ուրախությունով։ Գիտեք ինչ ասում Աստծո խոսքը սիրելիներս, որ Հովնանը տառապանքից ազատվեց։ Գիտեք ինչի միջոցով։ Մի դտմենու միջոցով։ Մենք շատ ենք մտածում, ով ունի տառապանք խնդրում ձեռ բարձրացրեք։ Հիմա էլ դու այստեղ նստած ունես տառապանքներ։ Մենք ունենք տառապանքներ։ Ով մեզ կազատի, միգուցե մի հատ դտմենի։ Գիտեք, Հովնանը դժվար թե մտածեր, որ մի հատ դտմենի իրան կազատի։ Իհարկե դտմենին հետո Աստված կտրեց, հետո չենք խոսում, բայց
Աստված իր տառապանքներից ազատեց։ Պարզապես գիտեք, եկել է ժամանակը դդմենին նկատենք։ Եթե դդմենին չնկատենք, գիտեք, Աստված շատ անգամ մեր կողքերը բաներ է բարձրացնում, ընկերներ է բարձրացնում, դդմենիներ է բարձրացնում, որ դու կարող ես նայես, այդ դդմենին կարող ես նայես եւ պարզապես ազատված լինես։ Բայց քո սիրտը չի տանում, որովհետև մենք մեր տառապանքներին ենք նայում։ Գիտեք, շատ մարդիկ մտածում են, որ կառավարությունը իրաց կազատի։ Միշտ սպասում են, հեսա կառավարությունը փոխվի, մենք ազատվելու ենք։ Լսեք, պատմություն սովորեք, որ կառավարությունն է մարդկանց ազատել իրաց տառապանքներից։ Կառավարությունը գիտեք ինչի համար է տառապանք բերելու, ոչ թե տառապանքից ազատելու։ Մեկը կասի, Միացյալ Նահանգները տեսեք ինչ լավ ապրում են։ Լսեք, ես կասեմ, Միացյալ Նահանգները մեծ դեպրեսիայի ժամանակ ավելի վատ էին ապրում, 1000 անգամ ավելի լավ, քան այսօր Հայաստանն է ապրում, բայց եկեղեցիները բարձրացան եւ սկսեցին աղոթք անել, նրանց նախագահը եկեղեցիներից ազդեցություն ստացավ եւ ասեց, միայն պետք է հավատանք եւ աշխատենք եւ փոխվեց Միացյալ Նահանգները։ Այսօր մեր հույսը ամեն ինչին Տիրոջ վրա է, մեր հույսը քեզ վրա է, մենք ենք փոխում կառավարությունը։ Գիտեք, ամենաուժեղ կառավարությունը Հայաստանում ովքեր են։ Դուք եք։ Ժողովուրդն ամենամեծ կառավարությունը Հայաստանում։ Հալելույա։ Եվ մենք կարող ենք փոխել այս երկիրը մեր ուրախությունով, մեր ժպիտով, մյուսով։ Մենք մտածում ենք դեպուտատները կփոխեն։ Սիրելիս, քո դեպուտատի մեջ գիտեք ինչքան տարբերություն կա։ Շատ քիչ։ Դու ավելի քիչ սուտ ես խոսացել։ Նրանք չգիտեն, որ խոսում են, պարզապես խոսք են տալիս, սենց կանենք, ձեր համար այս կանենք, ու ոչ մանը չեն անում, դու ես ասես, եփ է լինելու, եփ է գալու, լսեք, ոչ ընդդիմությունը, ոչ ներկա կառավարությունը քո կյանքը չի կարող փոխի, քո կյանքը կարող փոխի Տիրոջ զորությունը միայն Տիրոջ զորությունը։ Մեկ կասի, դու չես վախենում կառավարության մասին խոսում ես, դեպուտատների մասին, պատգամավորների մասին խոսում ես, լսի, եթե մենք մահից չենք վախենում, ումից վախենանք։ Տերն է մեր հովիվը, մենք կարոտություն չենք ունենա։ Մենք հարգում ենք, մենք օրհնում ենք, մենք աղոթում ենք մեր կառավարությանը, բայց գիտեք ինչ կա, ես կասեմ, 100%-ով հույսդ նրանց վրա մի դիր, որ նրանք քո կյանքը կփոխեն ինչ-որ մի բան, նրանք չունեն զորություն, նորից կրկնում եմ, նրանք չունեն ոչ մի զորություն քո կյանքը փոխելու համար, զորությունը Տիրոջ մեջ է։ Եվ այսօր, սիրելի եկեղեցի, մեր երկիրը, գիտեք ում է սպասում, քո նման մարդկանց է սպասում։ Աստծո խոսքը կասի, մարդկությունը սպասում է Տիրոջ ժողովրդին, Տիրոջ զավակների հայտնությունը, երբ հայտնություն կստանան։ Գիտեք, ընտրությունները, երբ որ մեզ մոտ սկսում է, ես տեսնում հավատացյալների վիճակը, գիտեք, միշտ տրտուշ, ու մտածում, հեսա այս մի կառավարությունը գա, հեսա մի կառավարությունը գա։ Լսեք, ինչքան կառավարություն եկել, ինչքան ես հույսը դրել, ինչ է ստացել։ Թոշակը 3000-ով բարձրացրել են եւ ինչ դա ուրախություն է, լսեք, մեր տառապանքը ոչ թե կառավարությունը կփոխի, այդ Տիրոջից ուղարկված դդմենին, որ դուրս կգա եւ գրված է եւ Հովնանի տառապանքները վերջացավ, հալելույա։ Մտքիդ մեջ ասա, Տեր իմ Աստված, դու ունես ինձ համար մի հատ դդմենի։ Հալելույա։ Տերը ունի քեզ համար մի բան։ Եվ դու կփոխվես Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա։ Գալի փառաբանության խումբը եկեք այստեղ եւ ես ուզում վերջի տեղը կարդամ։ Մենք ունենք ազատագրական զորություն մեր ներսում։ Դուք ասես ես ինչից ազատվեմ։ Միգուցե քեզ պետք է հոգսերից ազատվել։ Գիտեք ինչ է հոգսը։ Ես ինքս գիտեք ինչքան ժամանակ կարիք եմ ունենում ազատագրման։ Հոգսերից։ Ու մոտ է եղել պահ, որ դու տանել չես կարողանում քո հեռախոսը։ Հեռախոսը զանգում է։ Ու դու ասում ես ինչքան ես հոգնել այդ զանգերից, չես ուզում վերցնես այդ հեռախոսը, չես ուզում պատասխանես այդ զանգերին, ու մոտ է եղել այդ բանը։ Գիտեք, առաջ հեռախոսը մենակ տունն էր, իսկ հիմա էլ տունը չի, ամենտեղ մեզ հետ է։
Ես մեկ անգամ ընկա այսպիսի վիճակի մեջ, հեռախոսը զանգում, հետո սկսեց Viber-ը զանգել, հետո սկսեց Skype-ը զանգել, հետո սկսեց WhatsApp-ը զանգել, ինչքան զանգար դա զանգում էր, մտածում ես Տեր իմ Աստված ինչ անես, եւ վերջում ես գիտես ինչ, բոլորը սպասում ես, քեզանից մի բան սպասում են, մեկը չի ասում իրականում զանգի ասի, ոնց ես կամ բան, ինչ որ մի բան քեզանից սպասում են բոլորը, ուզում են քո հետ հանդիպեն, ուզում են մի բան ասեն, եւ դու վերցնում ես հեռախոսը, գիտես ասում ես, ոնց չեմ ուզում վերցնեմ ես հեռախոսը։ Ու վերցնում ես հեռախոսը, հալո։ Ինչ հրաշալի է որ դուք զանգեր եք, բայց մտքիդ մեջ մտածում ես, Երանի ոչ ոք զանգած չկար։ Խնդիրը այդ մարդու մեջ չի, խնդիրը քո հոգսերի մեջ է։ Մեկ անգամ իմ կինս ասեց, ասում է, լսի ինչ ես ընկե տարապում, անջատի հեռախոսդ։ Դիր ինքնաթիռի վրա կամ լիովին անջատի, քո համար վայլի, սուրճ խմի, կյանքը լավ է։ Ես մտածում հեշտ է նրան ասելը։ Գիտեք, թվում է թե հեշտ է ասելը, հեռախոսդ անջատի։ Պարզվում է հեռախոսը անջատելու համար նույնպես գերբնական հայտնություն է պետք ունենալ։ Կամ խիզախություն։ Աստված 7-րդ օրը հանգստացավ, մենք չենք կարողանում հանգստանանք, ընդհանրապես չենք կարող հանգստանանք։ Ոյ, մարդիկ ոնց կնեղան։ Լսեք, գիտեք Հիսուսը ինչ արեց, ասում է, եւ բոլոր ժողովուրդը հավաքվում էր, մոտ 10-15000 մարդ հավաքվում էր նրանից լսելու համար, բժշկվելու, ազատագրվելու։ Սա խոսում Հիսուս Քրիստոսի մասին։ Հավաքվում են նրա մոտ ինչ որ մի բան անելու համար։ Ու գիտեք ինչ ասում, իսկ Հիսուսը գնաց Սար աղոթելու համար։ Դուք պատկերացնում եք, հավաքվել են 15000 մարդ, որպեսզի լսեն, եւ Հիսուսը ասեց՝ «Բարև ձեզ», եւ գնաց Սար իր համար աղոթելու համար։ Ասում, միթե դա հնարավոր է։ Ազատ մարդու համար հնարավոր է։ Միգուցե այսօր դու պետք է քո հոգսերից ազատվես։ Միգուցե քո վախից պետք է ազատվես։ Այստեղ կա մարդ վախենում է իր ընտանիքի համար։ Չվախենաս։ Վախը դա հավատք է։ Այդ հոգսերը, գիտեք ես վերջը, այդ օրը հեռախոսը անջատեցի, գիտեք ինչ հետաքրքիր, ոչ ոք էլ չնեղացավ, անջատեցի ու հենց անջատեցի, բոլոր գործերս վերջացավ, լավ ինչ անեմ, չգիտես ինչ անես, ու գիտես այդ ժամանակ քո աչքերը բացվում է, մեկը մտածում է, բա որ անջատեմ հեռախոսը, լինեմ աղոթքի մեջ, գործերս կկուտակվի, վաղ ինչ եմ անելու, վաղը կրկնակի գործ կլինի, գիտես ինչ ես անելու, երբ որ դու անջատեցիր հեռախոսդ, կանգնում ես աղոթքի, Տիրոջ ներկայությունը գալիս է քո կյանքի վրա։ Տերը լուսավորում է ամեն մութ տեղեր, եւ գիտեք ինչա կատարվում, հաջորդ օրը, միանգամից, այն հարցերը, որ դու կարող ես լուծել ողջ երեկո, դու լուծում ես 1 ժամում, որովհետև Տերը արդեն լուսավորել է այդ ամեն ինչը։ Տիրոջից վերցնում ենք եւ տալիս ենք։ Տիրոջ այցելության մեջ ես լինում։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Գիտեք կա զորություն։ Եվ ես ում կարդամ այսօր վերջի տեղը, հետո աղոթելու եմ։ Այսօր մենք ունենալու ենք հրաշալի ազատագրական աղոթք։ Ամեն մեկ ունի ազատագրման կարիք։ Մեկը իր հոգսերից, մեկը տառապանքից, մեկը սքից, մեկը մեղքերից, բայց մենք պետք է քայլ անենք։ Կողոսացիս 3:10 գրված է այսպես. Եվ հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով իր ստեղծողի պատկերի պես, ուր ոչ հույն կա, ոչ հրյա, ոչ թլպատություն, ոչ անթլպատություն, խուժ դուժ, սկիվտացի, ծառա, ազատ, բայց Քրիստոսն է ամենը ամենի մեջ։ Եվ վերջապես ասում է, հագեք նոր մարդը։ Գիտեք ինչ աշխարհում նոր մարդ հագնել, Քրիստոսին հագնենք։ Գիտեք, երբ որ նոր մարդ հագնում ենք մեր սրտերի մեջ, մեր կյանքի մեջ, Քրիստոսին, մենք չենք կարող գնալ այլանդակ սայթեր մտնել։ Մենք չենք կարող պարզապես ծխախոտից չազատվել։ Մենք չենք կարող բամբասանքից չազատվել։ Դու գիտեք ինչ է կարծում, բամբասանքը, դա Տերը պետք է օգնի քեզ, դե դու կարող ես չբամբասես։ Ով երբևիցե բամբասած կա, խնդրում եմ բարձրացեք ձեռքը, ես առաջինն եմ բարձրացնում, կարող եմ երկուսը բարձրացնեմ։ Տենում եք, ոնց որ հովիվն է տենց է ժողովուրդը։ Իհարկե կա եկեղեցի որ ասո հարցես տալի ասոս ով է բամբասել երբև ձեր բարձրացել, ոչ ոք ձեր չի բարձրացնում։ Մենք իրականում մենք սովորական մահկանացու ենք, մենք այդպեսին չենք։ Բայց ինչ է կարծում, ով մեզ ազատեց բամբասանքից, ինչ որ զորություն եկավ, թե մենք որոշեցինք, որ այս վատ ենք անում, ել չենք բամբասի։ Մենք որոշեցինք։ Ես ում ձեզ մի հարց տա, կա մեղքեր, որ դու որոշել ես ու ել չես արել, խնդրում ձեր բարձրացրու։ Ստացվել է։ Ստացվել է։ Հալելույա։
Ուրեմն հաջորդն էլ կստացվի սիրելիս, բայց կա զորություն, ազատագրող զորություն, որ կազատի քեզ ամեն տեսակի տառապանքից։ 3 բան եմ ես տեսնում այստեղ։ Կա մեկը, որը դու ես ազատվում, մեկ։ Կա մեկը, որը կա տառապանք, որ Աստված է ազատում։ Եվ կա տառապանք, որ մի հատ դդմենի միջոցով արդեն դուրս է տվել Աստված, նորից Աստված անում, եւ դու տեսնում ես, եւ քո տառապանքը վերանում է, հալելույա։ Ես չգիտեմ, որ միջոցը քո կյանքում կլինի, բայց կա ազատագրում Քրիստոսի արյան մեջ, Փառք Հիսուսին։ Հալելույա։ Փառք Հիսուս։ Հաջորդ շաբաթ մենք տոնելու ենք Պենտեկոստեն, ես պատրաստում եմ այդ քարոզը, գիտեք Սուրբ Հոգու զորության օրն է լինելու, ես գիտեմ բոլորը Սուրբ Հոգով լցված են լինելու, մենք ունենք մեկ մկրտություն, բայց շատ լեցունություն, մենք լեցված ենք լինելու Սուրբ Հոգու զորությունով, մենք հասկանալու ենք, բայց այսօր ժամանակն է սիրելիներս, որպեսզի մենք ազատ լինենք, եւ գիտեք ինչ, եթե ազատ չլինենք, մենք չենք կարող ժպտալ։ Շրջվի կողքին տասա, ժպտա, ուրախացի։ Տեսնում ես այստեղ կանգնած Փառաբանության խումբը երգում է ուրախ։ Նայեք ինձ, փառաբանության խումբը ուրախ երգում է, որպեսզի Տիրոջը փառաբանենք, Տիրոջը մեծարենք, կանգնած մեկ այսպես։ Ուզում ես մեկ մտնես այդ մարդու մեջ, տեսնես ինչ է մտածում։ Ուրիշ բան, որ այդ մարդը առաջի անգամ լինի, բայց այդ մարդը արդեն 10-րդ անգամ է, 20-րդ տարին է։ Խնդրում եմ, ժպտա։ Այսօր ժպտալը ձրի է։ Մեղքերն ու կապանքները թույլ չեն տալիս մեզ սիրելիս, եւ այսօր Պետրոսի նման ասում է, երբ որ Պետրոսը վեր կացավ, կապանքները ձեռքերից վայր ընկավ։ Գիտեք ինչ եղավ, երբ որ Պետրոս արթնացավ, երբ որ Պետրոս արթնացավ, երբ որ Պետրոս արթնացավ, երբ որ Պետրոս արթնացավ։ Գիտեք մեզ ինչ է պետք։ Արթնություն է մեզ պետք։ Եվ այսօր, գիտեք ինչ, շատերը մտածում են արթնությունը աշխարհիկների համար է, ով ոչ սիրելիս աշխարհիկները դեռ ծնված չեն, նրանց համար նորացան, վերստին ծնունդն է։ Արթնությունը մեզ համար է։ Մեզ համար է արթնությունը։ Լսեք ուշադիր սիրելիներս, միջ կաղոթենք։ Ուրեմն ուշադիր լսեք, ոչ մի կառավարություն, ոչ մի падգամավոր, падգամավորները ասֆալտից բացի կամ օրենք մտածելու ուրիշ բան չեն անելու ձեր կյանքում։ Օրենք են մտածելու ձեր համար։ Ոչ մի կառավարություն падգամավոր, ոչ մի ծանոթ, ոչ մի քերի, քեզ չի կարող օգնի։ Այսօր ժամանակը եկել է Տիրոջ զորությունը, որ լցված լինել։ Գիտեք կգա ժամանակ, որ այս եկեղեցում կանգնած կլինեն նախարարներ, դերասաններ, երգիչներ, ու սենց չի լինի, մեկը սպասում է, երբ այս ծառայությունը վերջանալու, գնամ այդ նախարարի մոտ կանգնեմ, ասեմ, գիտեք ինչ կա, ինձ կօգնեք, ես ինչքան մկների ժողովի պատմությունը, բա մեր ազգը սենց վերանա, ինչ խեղճ եմ ես, լսեք, ոչ, սա այդ տեղը չի, այստեղ ազատագրված մարդկանց տեղ է, կլինի նախագահ, կլինի նախարար, կլինի падգամավոր, կլինի երգիչ, կլինի դերասան, այստեղ տեղը չի, որ դերասանը այսպես կանգնի, որ ինքը դերասան է, սա քուր եղբայրների տեղն է, այստեղ հավասարություն է, գիտես ինչ, այստեղից դուրս կգա ինքը նախարար, բայց այստեղ մեկ ենք մենք, բոլորս կոչվում ենք Աստծո զավակներ, Փառք Հիսուսին։ Եվ ընդհանրապես մենք հայերս, բոլորս քուր եղբայրներ ենք։ Բոլորս քուր եղբայրներ ենք, դրա համար մեկ-մեկից մյուսին պետք է օգնենք ու բարձրացնենք, հալելույա։ Այսօր, սիրելիներս, այս երկիրը կփոխի Տիրոջ զորությունը, ուրիշ ոչ մեկը, նորից կրկնում եմ, Տիրոջ զորությունը, հալելույա։ Հալելույա։ Եկեք ոտքի կանգնենք եւ բարձր ծափարենք Տիրոջը, որպեսզի փառավորվի այստեղ։ Եկեք այս երկը երկենք, հրճակիր այս երկը միջ կսնենք աղոտել, այսօր ազատագրում է գալու, ով հավատում գերբնական ազատագրմանը։ Երեք դուք չեք պատկերացնի, ինչքան մարդիկ են բժշկվել, ինձ հետո վկայում էին,
բժշկվի եւ ազատագրվի։ Այսօր շարունակությունն է լինելու։ Հալելույա։ Քո վախը յետևում է։ Ամեն բան նոր է սկսվում։ Ամեն բան։ Հալելույա։